Ջերմ ողջույն արգել հետևորդներ, կրկին միասին ենք և այսօր պատրաստելու ենք համեղագույն club sandwich-ի իմ կատարմամբ, իմ ձևով, այնպես որ դիտեք տեսանյութը մինչև վերջ, քանի որ համոզված եմ, որ լինելու է ձեզ համար շատ հետաքրքիր։ Այս հիանալի սենդվիչի մասին դուք հաստատ լսած կլինեք Երևանի սիրելի սրճարաններում, այն անչափ համեղ է, եռահարկ է, այսօր փոքր ինչ տարբերվելու է դասական բաղադրատոմսից, քանի որ ես եմ պատրաստում և անհնար է, որ բաղադրատոմսը կրկնեմ նույն ձևով։ Դե ինչ արագ ներկայացնեմ ինչ է մեզ անհրաժեշտ լինելու, տեսեք վերցրել եմ այս բրենդի, այս տոպրակով 12 հատանոց սենդվիչի համար նախատեսված հացերը, որոնք վաճառվում են սուպերմարկետում, դուք էլ գնեք, շատ հարմար են։ Մեզ անհրաժեշտ է լինելու 1 թթու կամ մարինացված վարունգ կամ երկուսը, անհրաժեշտ է լինելու 1-2 լոլիկ, մայոնեզ, կետչուպ, սոյայի սոուս, ես վերցրել եմ 2 տեսակ, քանի որ բան պետք է ներկայացնեմ ձեզ կապված սոյայի սոուսի հետ։ Մեզ անհրաժեշտ է լինելու նաև եփված տավարի միս, այսօր անհրաժեշտ է լինելու հալվող պանիր, 5-6 կտոր այսպիսի ֆիլե է պետք լինելու, 2 տեսակի սենդվիչ ենք պատրաստելու, պատճառը հենց դա է։ Նաև անհրաժեշտ է լինելու սովորական կամ ձևավոր հազար։ Դե ինչ արագ անցնենք գործի, նախ եւ առաջ կտրատում ենք լոլիկը, բաժանում ենք 2 մասի եւ կտրատում կիսալուսնաձև, այսպիսի ոչ շատ հաստ, ոչ շատ բարակ։ Այսպիսի կտորներ են մեզ անհրաժեշտ լինելու, իհարկե վերցնելուց լավ լոլիկ վերցրեք եւ թթու վարունգը կամ մարինացված վարունգը կտրատում ենք կլորավուն, այսպես բարակ, հաստ չենք կտրում որևէ դեպքում, որքան հնարավոր է բարակ, որպեսզի համեղ լինի եւ շատ աղիություն չհաղորդի ուտեստին, սա շատ կարեւոր է։ Եփված տավարի միսը այսպիսի կտորներով, տեսեք, հավասարաչափ բաժանում ենք, մոտավորապես այսպիսի հաստության, այսպիսի երկարավուն կտորներ են մեզ անհրաժեշտ լինելու եւ որպեսզի շատ գեղեցիկ լինի, այսպիսի ձևով ենք կտրելու եւ լրիվ նույն ձևով կտրում ենք նաեւ պանիրը։ Պանիրը կարեւոր է այստեղ շատ հաստ չկտրել, որպեսզի հասցնի հալչել եւ ստացվի շատ համեղ, հարգելի ընկերներ։ Հիմա խոսում ենք սոյայի սոուսի մասին, ինձ մոտ այստեղ 2 տեսակի սոյայի սոուս է, մեկի վրա գրված է պրանի, այն նախատեսված է տարբեր տեսակի ուտեստներ, բանջարեղեն, մսեղեն, շոգ է խաշելու համար եւ երկրորդը լոհկի տեսակի, այսինքն ավելի թեթև տեսակի սոյայի սոուսն է, որը նախատեսված է աղցանների համար։ Սա որպես գիտելիք փոխանցում եմ ձեզ, որպեսզի կարողանաք այսուհետ տարբերել եւ ճիշտ օգտագործել սոյայի սոուսը։ Եվ հիմա թավայի մեջ բուսայով ենք լցնում, շատ չենք ավելացնում եւ հատ-հատ դասավորում ենք մսի կտորները, այսպես։ Ցանկալի է այնպես անել, որ մեկը մյուսի վրա չլինի։ Տապակում ենք յուրաքանչյուր կողմից 1-2 րոպե, այնքան որ շատ թեթև փոխեն երանգը, շատ թեթև կարմրեն, այսպես։ Հիմա շրջելու ժամանակն է արդեն մյուս կողմ եւ ավելացնում ենք 4-ից 5 մոտարապես ճաշի գթալ պրանի տեսակի, այսքան ծանր տեսակի սոյայի սոուսից եւ միանգամից ավելացնենք այստեղ համեմունքները, կարծում եմ ճիշտ ժամանակն է, ավելացնում ենք սև պղպեղ, մոտ կես թեյի գթալից մի փոքր ավելի քիչ յուրաքանչյուրից, խմելի սունելի, կարմիր քաղցր պապրիկա ենք ավելացնում եւ սխտորի փոշի։ Այս համադրությունը համեմունքների սոյայի սոուսի հետ հիանալի համ է հաղորդելու տավարի մսին, անպայման փորձեք։ Աղ չենք ավելացնում, քանի որ սոյայի սոուսը գիտեք աղի փոխարինիչն է բնական։ Այսպես շոգ է խաշում ենք միսը, խառնում ենք պարբերաբար 2 րոպե, 3 րոպե առավելագույնս եւ անմիջապես հեռացնում ենք միսը։ Այն պետք է մնա փափուկ եւ նույն գործողությունը անում ենք մնացած մսեղենի հետ։ Նորից ավելացնում ենք հենց այս արդեն պատրաստի զանգվածի մեջ, նորից ավելացնում ենք սոյայի սոուսը, ավելացնում ենք համեմունքները եւ նույն գործողությունն ենք անում։ 2-3 րոպե շոգ է խաշում եւ հեռացնում։ Այս ձևով շոգ է խաշելու դեպքում միսը կմնա շատ փափուկ եւ անչափ համեղ է ստացվում, կրկնում եմ եւս մեկ անգամ փորձեք եւ կհամոզվեք։ Եվ հիմա յուրաքանչյուր սենդվիչի համար ես օգտագործելու եմ 3 հական հաց, շարում ենք միմյանց կողքին եւ առաջինի վրա ես կքսեմ սովորական կետչուպ, այսօր որևէ սոուս չեմ նախատեսել, որը կարող եմ պատրաստել, այլ օգտագործելու ենք սովորական կետչուպ եւ սովորական մայոնեզ։ Երկրորդի վրա քսում ենք մայոնեզից, այսպես ամբողջությամբ մոտ 1 թեյ գթալ յուրաքանչյուրից կամ 1.5։ Հիմա հազար ենք դնում յուրաքանչյուրի վրա, տեսեք, կոտրում ենք կոթի հատվածը, ծալում ենք եւ այսպես գեղեցիկ դնում բոլոր երկու կողմերից։ Երկուսի վրա դնելուց հետո յուրաքանչյուրի վրա տեսեք այսպես պանիր ենք մեկ շերտով դասավորում,
և թթու վարունգից։ Մոտավորապես 4-5 հատ թթու կամ մարինացված վարունգի կտորը լրիվ նորմալ է, այսպես։ Որից հետո վրայից դնում ենք 2 ական կտոր, կարծում եմ բավական է, ֆիլեից և կրկին պանրի շերտը, սա իհարկե առաջին հացի մասին է, առաջի հացին է վերաբերվում, այսպես, և երկրորդ հացին մենք կդնենք պարզապես լոլիկից, քանի որ լոլիկից դեռ չենք դրել, այսպես գեղեցիկ 4-5 կտորով դնում ենք և կրկին անգամ պանիր կավելացնենք վրայից, և հիմա առաջի հացը կդնենք երկրորդի վրա և երրորդ դատարկ հացը կդնենք այսպես վերևի հատվածից, հարգելի ընկերներ։ Պատրաստ է առաջին սենդվիչը, դնում ենք ջեռոցի համար նախատեսված տապակի վրա, պարտադիր յուղաթղթի վրա, մենք պատրաստում ենք տան պայմաններում և ես ուզում եմ ներկայացնել, թե ինչպես պատրաստել ջեռոցում։ Երկրորդ տեսակի սենդվիչի համար կատարում ենք նույն գործողությունը, կետչուպ, մայոնեզ, կրկին 1000-ի տերևներ, կրկին առաջին շերտով առաջին հացի վրա և երկրորդ հացի վրա դնում ենք պանիր, ասեմ, որ սա մնում է ձեր հայեցողությանը, ինչպես ուզեք կարող եք դասավորել, ինչ ուզեք կարող եք դնել, կարևորն այն է, որ համադրությունը հետաքրքիր լինի և համեղ լինի անչափ արդյունքում։ Ավելացնում ենք առաջինի վրա մարինացված թթու վարունգի կտորները, երկրորդի վրա ավելացնում ենք լոլիկից, ինչպես նկատում եք, այսպես առատ գեղեցիկ դնում ենք և հիմա յուրաքանչյուրի վրա այսպես պատրաստի անչափ համեղ մսի կտորներն ենք շարում, մոտավորապես 5-6 կտոր, այսպես հավեսով, որպեսզի ստացվի շատ մեծ և անչափ համեղ club sandwich մեզ մոտ, այսպես, եթե ուզում եք կարող եք ավելի քիչ ավելացնել, բայց ես շատ եմ ավելացնում, դնում ենք նորից պանրից յուրաքանչյուրի վրա, այսպես տեսեք, առաջինի վրա և երկրորդի վրա, այս պանիրը հալչելու է և պատկերացրեք, թե ինչ համեղություն է ստացվելու մեզ մոտ արդյունքում։ Երրորդի վրա դնում ենք միայն 1000-ի տերև, առաջի հացը դնում ենք երկրորդի վրա և երրորդ հացը շրջում ենք վերևից։ Ես սկզբում պանիր դրեցի երրորդ հացի վրա, այնուհետև իհարկե փոխեցի որոշումը և հանեցի պանիրը։ Այսպես պատրաստ են բոլոր երկու օրինակները, դնում ենք 180 աստիճան մոտավորապես 25 րոպե։ Ձեր ջեռոցը պետք է լինի նախօրոք տաքացված, իմը նախօրոք տաքացված չէ։ Դնում ենք ներքևի հատվածում, այսպես, և վրայից դնում ենք փայլաթիթեղ, ինչու, որպեսզի վերևի հատվածը որևէ դեպքում ընդհանուր տաքացման արդյունքում չայրվի։ Մոտավորապես 10 րոպե անց, տեսեք, մենք կարող ենք արդեն հեռացնել փայլաթիթեղը և թողնել, որպեսզի վերևի հատվածից ևս նախ և առաջ հացի կտորները չորանան և վերևի հատվածից ևս պանիրը և մնացածը նույնպես տաքանան և ամբողջությամբ մեզ մոտ club sandwich-ը լինի պատրաստ։ Արդյունքում, հարգելի ընկերներ, մեզնից գնաց մոտավորապես 15 րոպե և սենդվիչը մեզ մոտ տեսնում եք, որ արդեն որ պատրաստ է տան պայմաններում ջեռոցում, իհարկե դասական club sandwich-ը այսպես չի պատրաստվում։ Հիմա պետք է բաժանել 2 կամ 4 մասի, տեսեք ինչ հիանալի է ներսի հատվածից ստացվում, տեսեք շերտերը, ինչ ախորժելի է, ինչ համեղ է, ինչ ընտիր է, այնպես որ դուք էլ պատրաստեք այս բաղադրատամսով և համոզված եմ, որ ձեզ նույնպես դուր է գալու, գրեք ձեր կարծիքները մեկնաբանություններում, իսկ մենք շուտով կհանդիպենք նոր անչափ հետաքրքիր տեսանյութի շրջանակներում։ Շնորհակալություն և մինչ նոր հանդիպում։